պատի, սեղանի ժամացույցներ հիմնականում փայտից ենք պատրաստում կամ փայտ մետաղ համադրություն։ Փայտի հանդեպ սերը դեռ փոքրուց է եղել իմ մեջ։ Փայտի հետ աշխատելու բոլոր նրբությունները սովորել եմ պապիկից։ Երբ տեղափոխվեցինք մենք նոր տուն, բավականին երկար ժամանակ ժամացույց էինք փնտրում տան համար ու մեր նախընտրած ժամացույցը երկար փնտրտուքներից հետո չգտնելով որոշեցինք, որ կամոն պետք է պատրաստի ժամացույցը։ Պատրաստեցինք մեր առաջին մոդելը։ Հետո այդ մոդելը արդեն հավանելով թե ընտանիքի անդամները, թե ընկերները ինչ-որ չափով ոնց որ մոտիվացիա եղավ։ Սկսեցինք պատրաստել մի քանի մոդելներ։ Արդեն վերածում ենք փոքրիկ բիզնեսի։ Այս բիզնեսի մեջ ամեն մեկս ունենք մեր անելու կոնկրետ գործողությունները, իմ արտադրականը, քույրս վաճառք, մարքեթինգ։ Իդեաներ այնքան չնչին բանից են առաջանում, կարա օրինակ ինչ-որ լավ օր լինի ու մտքիդ մեջ դու մի հատ դիզայն պատկերացնես ժամացույցի, որ դա հանձնես թղթին, այդ մտքին ավելանում է կամոյի միտքը ու իրան վերածում ենք իրականության, դնում ենք իրան արտադրամասի մի անկյունում ու անընդհատ նայելով իրան մի հատ միտք գնում գալիս ես եմ ավելացնում, մի հատ կամոն է ինչ-որ փոխում ու տենց ստանում ենք նոր մոդել։ Ունենք լավ հաճախորդներ, որոնց հետ արդեն բացի այդ հաճախորդ ու կատա կապը, նաև ընկերական կապեր են ձևավորվել, ունենք նաև հաճախորդներ դրսից, որոնք պարբերաբար մեզանից պատվիրում են։ Կատայի հետ կապված շատ մեծ նպատակներ կան, արտադրամասի մեծացում, աշխատողների ներգրավում, ինչպես նաև մեր մոդելների արտահանում այլ երկրներ։ Երբեք միտք չի եղել թողնել կատան։ Մեր ապրելակերպի մի մասն է կատան։ Զրոյից իրան ստեղծել ենք մենք, ես եւ եղբայրս, դարձել է մեր առօրյան, իրան չենք դիտարկում որպես աշխատանք ու չենք հոգնում իրանից։ Անվերջ կարանք կատայի համար աշխատենք, ստեղծենք շատ ժամացույցներ առանց հոգնելու կամ տրտնջալու։ Սիրով անելով, հոգի դնելով այս գործի մեջ, տենում ենք արդեն արդյունքները ու գնալով այդ արդյունքները շատ ավելի լավ լինելու։